Բարև ձեզ։ Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն աճել է մարդկանց հետաքրքրությունը հոգեբանական ծառայությունների նկատմամբ։ Սա եթե մի քանի տարի առաջ հոգեբանին դիմելը դառնում էր շատերի համար անսովոր, այսօր այն աշճանաբար դարձել է կենսակերպ եւ վկայում է սա, որ հասարակությունը այսօր հոգետանում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության մասին։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Եվ այսպես ինչ է նշանակում, մարդիկ սկսել են ավելի շատ մտածել իրենց առողջության, հոգեկան առողջության մասին, արդյոք սա վկայում է այն մասին, որ դեպրեսիան կամ սթրեսը ավելի շատացել է։ Ասեմ ձեզ, միշտ է եղել դա, ուղղակի դրա հետ պայքարելու ձևերն են տարբեր եղել, օրինակ շատ մեծ դեր է ունեցել այդ հարցերում եկեղեցականների աշխատանքը։ Եկեղեցականները հիմնականում մարդկանց հետ զրուցելու, այսպես ասած, նման է եղել հոգեբանական աջակցություն անելու։ Երբ Վազգեն կաթողիկոսը դառավ կաթողիկոս, նա ավարտել է Բուխարեստի համալսարանը փիլիսոփայության հոգեբանության բաժինը։ Եվ ինքը հենց դառավ ընտրվեց կաթողիկոս, նա գրել է ձեռնարկ այստեղի եկեղեցական ճեմարանի համար հոգեբանության եւ դրանով են դասավանդել։ Ուզում եմ ասել, եկեղեցին ավելի վաղ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել բոլոր ժամանակներում, մինչև նրան անտեսելը։ Եվ ասեմ ձեզ, որ այնտեղ մեծ ուսուցման ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում մարդկանց հետ գործ ունենալ, որի մեջ մտնում էր նաև ինչ որ մատուցել ծառայություն է դարձում, պատասխանել այն հարցերին, որոնք անհանգստություն են առաջ բերում։ Բացի դրանից մեր մոտ նաև ընդունված է եւ դա բոլոր ազգերի մեջ է, փոքր ազգերի մեջ, որտեղ միջանձնային հարաբերությունները ավելի սերտ են։ Մեկը մյուսի հետ զրուցելով, բամբասելով, այսինքն դա ինչ որ առումով հոգեթերապիայի էլեմենտներ են, ուրիշ խոսքով։ Բայց այն ինչ որ մեր ժամանակներում իրադրությունը բավականին լուրջ փոխվել է եւ դա չէր կարող չազդել մարդու հոգեկանի վրա, այդ առումով այո, իրոք շատ է զարգացել, որը ունի շատ դրական եւ բացասական նաեւ կողմեր։ Փոփոխությունը պայմանավորում եք պատերազմով։ Ոչ միայն, գիտեք, շատ է բարդացել պատերազմը գործոններից մեկն է միգուցե շատ կարևոր, շատ նշանակալից, բայց կյանքն է շատ փոխվել եւ կյանքի փոփոխման արագությունը այնպեսին է, որ մենք չենք հարցնում մարդիկս հարմարվել այդ փոփոխությունների։ Դրան եթե գումարեք, որ ամենակարևոր գործոնը, որը առաջացնում է ստրեսային իրադրություն, որը հիմք է շատ հոգեբանական անհանգստությունների, նաև առողջության հետ կապված ֆիզիոլոգիական խնդիրների, դա նա է, որ պարզվում է հոգեբանական հետազոտություններ կան այդ ուղղությամբ, որ ամենաստրեսային գործոնը դա ինֆորմացիան է։ Ինֆորմացիան, երբ այնպես է կառուցվում կամ այնպես է կազմակերպվում, որ հակասական է լինում, դա ազդում է շատ ուժեղ, այսինքն այստեղ պատերազմը եւ այլն եւս մեկ գործոն են, շատ է բարդացել կյանքը։ Կրկնում եմ, ամենակարևոր բանը ինֆորմացիան է, իսկ ինֆորմացիան մենք շատ լավ հասկանում տեսնում ենք, կովիդը շատ լավ ցույց տվեց, բժիշկները տարբեր աշխարհի, տարբեր պրոֆեսորներ հակասական բաներ էին ասում եւ անհասկանալի է մարդը, որը բժիշկ չի, ում լսի, ինչ անի այդ ինքը հիվանդ է։ Ուզում եմ ասել, այս ինֆորմացիայի շատ տարբերությունները, հակասությունները շատ հաճախ ավելի են բարդացնում հոգեբանական ապրումները։ Մենք մի տեսակ վախվորած երկչոտ ազգ ենք եւ շատ հաճախ մեր ամենաթաքուն ինտիմ բաների մասին նույնիսկ հարազատին ընկերոջը չենք պատմում։ Իսկ վերջին տարիներին թվում է մի տեսակ կարծրատիպեր են ջարդվել եւ մարդիկ դիմում են հոգեբանին, այսինքն բոլորովին օտար անծանոթ մարդուն, ով պետք է լսի իրենց խնդիրները։ Սա ինչի հետ է կապված այս փոփոխությունը։ Մտածողության փոփոխությունը։ Նախ եւ առաջ ես ձեզ ասեմ, որ միջև այդ հոգեբանական
այն խնդրումը, որը դուք բարձրացրեցիք, հիմա բժշկությունը նույնն է։ Մարդիկ գալիս են եւ բժշկին այնպեսի հարցեր են տալիս կամ այնպեսի բաներ են պատասխաններ են ուզում ստանալ, որի մասին ուրիշների հետ չեն խոսում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բնակչությունը հասկացավ, որ հոգեբանին կարելի է շատ հարցերում ոչ թե հասցնել միջև հիվանդության աստիճանի, այլ հոգեբանին դիմել եւ ստանալ աջակցություն։ Այսա է կարող։ Դա սկսվեց Հայաստանում երկրաշարժից հետո։ Երկրաշարժից հետո մեծ քանակով հոգեբաններ եկան Հայաստան։ Եվ ասեմ, Հայաստանի հոգեբանները սովորեցին մարդկանց հետ աշխատել, որովհետեւ միջև այդ հոգեբանությունը կամ դասավանդվում էր, կամ գիտահետական աշխատանքներ էր կատարվում, մարդու հետ քիչ գործ կար, հոգեբանական կենտրոններ չկան, հոգեբանական կենտրոնները բացվել են երկրաշարժից հետո։ Ամբիոնը, որը ես ղեկավարել եմ այդ ժամանակ Երևանի պետական համալսարանի, ստացավ նախարարությունից, այսպես ասած, առաջարկ, որ մենք կազմակերպենք մեր բազայի հիման վրա, հոգեբանության ամբիոնի հիման վրա, կազմակերպենք կենտրոններ, եւ առաջին 4 կենտրոնը հոգեբանական կենտրոններ, առաջի 4 կենտրոնը տեղեղ է, որից մեկը Վանաձորում էր, երկուսը Երևանում եւ մեկը Գյումրիում։ Այսօր Հայաստանում հոգեբանական ինստիտուտը կայացած ինստիտուտ է, թե կայացած չեմ ասի, բայց շատ տարածված։ Կայացած ինչի չեմ ասի, որովհետեւ միջև հիմա հոգեբանական կրթությունը ուղղված չի հոգեբանական ծառայության համար, ծառայության ուղղությամբ։ Էլի շարունակվում է դատական, գիտական հոգեբանության դասավանդումը, որը անհրաժեշտ է որպես հիմք, բայց այդ գիտելիքները պրակտիկորեն, գործնականում օգտագործելը այդ աստիճանի չի զարգացած դեռ։ Այսինքն գիտելիքներ ստանում են ուսանողները, բայց հմտություններ եւ ունակություններ այդ գիտելիքների օգտագործման այն աստիճանի չի, որ այնպես ինչպես զարգացած երկրներում։ Ուղղակի կյանքը ստիպեց, որ դա արագացվի եւ բացասական կողմերից մեկը կայանում է նրանում, որ շատ մարդիկ ի հայտ եկան բակալավրիատ ավարտելուց հետո ունի հնարավորություններ պապայի, մամայի կամ եւ բացում են կենտրոններ եւ քանի որ մի շատ կարեւոր բացասական բան կա հոգեբանության կիրառման հարցում, դա լիցենզիայի հարց չկա միջև հիմա։ Այսինքն յուրաքանչյուր մարդ թույլտվություն պետք չէ Հայաստանում։ Ոչ։ Հոգեբանությամբ զբաղվելու համար։ Այո։ Այս է տարօրինակ է, բայց դա է։ Եվ հիմա երկու հոգեբանական կենտրոններ կան, որոնք շատ լուրջ զբաղվում են այդ հարցով։ Մեկը դա հոգեբանական միությունն է, որը ղեկավարում է Հայաստանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ավանեսյան Հրանտ Միքայելի, իսկ մյուսը հոգեկան առողջության ասոցիացիան է, որը ղեկավարում է Սողոյան Արմենը։ Այս երկուսը բանակցում են հիմա երկու նախարարությունների հետ, որոնք ավելի մոտիկ են առողջապահության եւ կրթության նախարարության հետ, որպեսզի մտնեն այդ լիցենզավորման համակարգը։ Տեսեք, վերջին հետազոտությունը փաստում է, որ բնակչության 17%-ը ծանր մակարդակի դեպրեսիա, ավելի քան 50%-ը տրավմատիկ սթրեսային խանգարում ունի։ Սա գործնականում ինչ է նշանակում։ Գիտեք, գործնականում ես ասեմ, որ դեպրեսիան դարել է մոդայիկ բառ, որը օգտագործում է շատ հաճախ անտեղի, որովհետև դեպրեսիան դա շատ լուրջ հոգեբուժական դիագնոզ է։ Ուղղակի մենք այդ բառը օգտագործում ենք, փոխանակացենք տրամադրությունս անկում է ապրում, դեպրեսիա, գեղեցիկ բառ է, չէ՞, դեպրեսիա, եւ շատ անհասկանալի է, ինչ բառ է, իր մեջ պարունակում իմաստով։ Ավելի շուտ երևի երկրորդ տարբերակը, անհասկանալի։ Այո։ Եվ իսկ այդ երկրորդ մասը կապված է ստրեսային իրադրության, որը մեր կյանքում հիմա շատ քանակով գործոններ կան, որոնք ստրեսային ռեակցիա են առաջ բերում մարդու մոտ։ Այսինքն ստրեսը դա նշանակում է լարվածություն։ Եվ դա այն հոգեբանական վիճակն է, որպիսի մարդը կարողանա ապրել այդ վիճակը, մարդը սկսում է հարմարվել։ Ինքը Գանսելեն հենց դա է ասում ստրեսի հիմնադիրը տեսության, որ դա
ադապտացիայի սինդրոմ է, այսինքն հարմարվելու միջոցով առաջ է գալիս հոգեկան տարբեր խնդիրներ։ Մեզ մոտ ընդունված է ասել, որ այդ մարդիկ ուժեղ մարդիկ են որպես կանոն, այսինքն որոնք հարմարվում են։ Այո, իր մեջ կրում է այդ սթրեսը, տանում է եւ կարող է վերածվել հոգեբանական անհանգստության եւ լարվածությունը առաջ է բերում համապատասխան իր ազդեցությունը ամբողջ հոգեկանի վրա, հիշողության, մտածողության, ըմբռնման եւ այլն եւ այլն։ Տեսեք, հաջորդ հետազոտության մեջ նշված է, որ սոցիալական կարգավիճակը էական դեր ունի։ Մենք կարող ենք ասել, որ հոգեկան առողջությունը նաև սոցիալական արդարության խնդիր է։ Անշուշտ, որովհետև պետք է հստակ հասկանանք, որ մարդը սոցիալ կենսաբանական էակ է։ Մարդու ամբողջությունը կայանում է նրանում, որ միացված է կենսաբանականը, ֆիզիոլոգիականը, հենց ինքը հոգեկանը եւ սոցիալականը, հասարակությունը։ Մենք բոլորս հասարակական անձ ենք։ Ուրեմն հասարակական շփվում ենք եւ այլն։ Հասարակական կյանքը փոփոխությունները ազդում են նույնպես, ոչ թե նույնատիպ, այլ նույնպես իր ազդեցությունն են ունենում, ինչպես օրինակ այս կամ այն անհանգստությունը կամ հիվանդությունը ֆիզիոլոգիական։ Այսինքն պարբերաբար արդարություն փնտրող կամ պահանջող մարդը կարող է հոգեկան լուրջ խնդիր ունենալ։ Իհարկե։ Եթե դա չի վերածվել հոգեբուժական, որտեղ եթե հոգեբուժական է, անպայման հոգեբուժի ներկայությունն է պետք։ Ավելին ասեմ, սկզբից հոգեբուժի կամ իր հետ կամ հոգեբուժից հետո նոր հոգեբանի, որտեղ հոգեբուժը կարող է դեղորայքի միջոցով, այսպես ասած, վերացնել որոշ բաներ, հետո նոր հոգեբանը իր աշխատանքով բան անել։ Այդ դեպքում ֆրանսիական հոգեբանական մեթոդը այդ համատեղությունը հոգեբուժների հետ շատ ուժեղ է զարգացած։ Հայաստանում շատերը դիմում են հոգեբանին, բայց մի խումբ կա սոցիալապես միգուցե անապահով, որ կարիք իսկապես ունի հոգեբանի կամ հոգեբույժի, ես չգիտեմ, բայց դիմելիության խնդիր ունի։ Ինչ անել, որպեսզի դա հասանելի դառնա բնակչությանը, հատկապես երեխաներին։ Եվ ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում, մարզերում, տարբեր տեղերում բացված են հոգեկան առողջության կենտրոններ։ Եվ նաև հոգեբանական միության բաժանմունքներ։ Բայց քանի որ դա համասարանին է, հիմնականում կապը բուհերի հետ են շատ սերտորեն կապված։ Եվ այստեղ կա նաև այդ ասոցիացիայի հոգեկան առողջության ասոցիացիայի հեռախոսի համար։ Եթե դուք մտնեք սոցցանցեր, այդ համարը բոլոր տեղերում վիճակագրություն ունեք, օրինակ պատերազմից հետո քանի արցախցի է, բռնի տեղահանված արցախցի է ստացել այդ հոգեբանական աջակցությունը։ Գիտեք, ես չունեմ, բայց հատուկ հոգեբանական կենտրոն է ստեղծված կամ հիվանդանոցում մեծ քանակով հոգեբաններ են աշխատում։ Օրինակ առաջի հիվանդանոցում հատուկ կա բաժանմունք պատերազմի մասնակիցների համար եւ այնտեղ լուրջ հոգեբանական աշխատանք է տարվում։ Գիտեք, այստեղ հոգեբանական աշխատանքի շատ կարևոր երևույթը կայանում է նրանում, որ այստեղ չի կարելի բժշկի նման դեղ ստանալ, բանանել ու վերջանալ։ Հոգեբանականը անհամեմատ ավելի բարդ է, որովհետև տեսեք, դուք ինքներդ տվեցիք այդ ուղղության մի մասը, սոցիալականը, բայց այստեղ միայն սոցիալականը չի։ Այդ սոցիալականը, ֆիզիոլոգիականը, ֆիզիկականը հոգեկանի միջոցով է դրսևորվում։ Այս հոգեկանի միջոցով դրսևորելը ցույց է տալիս, թե ինչքան բարդ է մարդը էությամբ։ Ցավոք սրտի, տեսեք, նույնիսկ բժշկությունը շատ հաճախ գնացել է այն ճանապարհի արևմուտքի բժշկության մասին է խոսքը, այն ճանապարհով, որ բժշկի հետ ընդհանրապես չեն շփվում։ Խնդիրների մեծ մասը հոգեբանական խնդիրներն, այո։ Կապ գնա այս օգնի եւ այլն։ Շատ հաճախ մենք հոգեբաններ ունենք, ես ծանոթ եմ այդպիսի հոգեբանների հետ, որոնք ես թույլ չէի տա, որ նրանք հոգեբան աշխատեն, որ նրանք մոռանում են, որ մարդու հետ գործ ունեն, այլ սկսում են գործել այս կամ այս սիմպտոմի հետ։ Մոռանալով, որ նույն սիմպտոմը տարբեր մարդկանց մոտ բոլորովին տարբեր ձևով է դրսևորվում։ Այսինքն մարդն այստեղ կարևոր է եւ միջալից ասեմ ոչ միայն հոգեբանի համար, այլ մենք պետք է հասկանանք, որ ընդհանրապես ամենակարևորը մարդն է
իր էությամբ եւ գործնեության մեջ, ընկերության մեջ, ընտանիքի մեջ, հասարակության մեջ մարդու առաջնությունն է պետք։ Որ դեպքերում անհատ կարող է դիմել հոգեբանին եւ հոգեթերապիայի թերապևտի օգնությանը։ Գիտեք, այստեղ շատ հաճախ մարդիկ կան, որոնք իրենք կարողանում են հաղթահարել, որտեղ կարդում են ինքնուրույն եւ հասկանում են, որ իրենց խնդիրները թվացող շատ լուրջ կարելի է բավականին հեշտ ինքնուրույն, այսպես ասած, հաղթահարել կամ մի անգամ հոգեբանի հետ խոսել եւ ամրապնդել քո սեփական մտքերը, որ ինքս կարող եմ։ Այսինքն շատ բաներ մարդը շատ հզոր է։ Ինքը կարող է։ Ուղղակի շատ հաճախ մարդիկ չգիտեն իրենց կարողությունները, չգիտեն ինչի են նրանք հնարավոր եւ դիմում են ուրիշների։ Նույնը իմիջիալոտ ասեմ հայերիս մոտ ասացված կա, չէ՞, միջև դանակը ոսկորին չհասնի։ Միջև չի հասնում դանակը ոսկորին, մենք բժշկի չենք դիմում։ Այսինքն կարող է հասցնենք այն աստիճանի, այն ժամանակ որ առաջի փուլերում շատ հեշտ է դա հաղթահարել։ Ինչպես հասկանալ, որ հենց այդ փուլում ես գտնվում եւ պետք է դիմել հոգեբանի։ Ամենաճիշտը մի քիչ հասկանալ քեզ, մի քիչ իմանալ քո մասին, դրա համար անշուշտ պետք է մի քիչ հոգեբանություն կարդալ։ Կան մեծ քանակով գրքեր, օրինակ ես ձեզ ասեմ, կա Վլադիմիր Լևիի գիրքը, խորհուրդ եմ տալիս, կոչվում է ինքնատերապետման արվեստը, որը տալիս է հոգեկանի մասին պատկերացումներ եւ տալիս է այս կամ այն դրսևորման դեպքում ինչ է պետք, ինչ վարժություններ է պետք, որ դու կատարես ինքդ եւ այդ երևույթը թույլատնես կամ վերացնես ընդհանրապես։ Եվ այդ տիպի գրքեր շատ կան, ուղղակի այդ հայերեն այդ մի գիրքն է հայերեն լեզվով։ Դե ռուսերեն, անգլերեն եւ այլն շատ տիպի գրքեր կան։ Եթե փորձենք ձևակերպել մեկ նախադասությամբ կամ մեկ մտքով հիմնական ուղերձ հանրությանը, ինչպես պահպանել հոգեկան առողջությունը, ո՞րն է այդ ուղերձը։ Ամենակարևորը հարգել, բայց հարգել համապատասխան։ Չդառնա դա մեծամտություն եւ այլն։ Հարգել քեզ, սիրել քեզ։ Ոչ թե սիրահարված լինել քեզ, այլ սիրել քեզ։ Շատ հաճախ մենք մեր ինքնաճանաչումից է երևի դա սկսվում։ Մենք գիտեք շատ լավ ճանաչում ենք ուրիշներին։ Բայց ինքներս մենք մեզ չենք ճանաչում եւ դաստիարակության կողմից է սխալներ թույլ տրվում դաստիարակության ժամանակ եւ ապագայում ուսուցման ժամանակ մանկապարտեզ, դպրոց, բու։ Դուք տեսեք, օրինակ, ավառավել եւս ուժեղ դա երևում է բուհում։ Բաժանված է դաստիարակություն եւ կրթություն։ Նրանք այս երկուսը իրար հետ են։ Մենք ուզենք թե չուզենք։ Իսկ մենք առանձնացնում ենք սովորել առանձին, դաստիարակել առանձին։ Դաստիարակելը դասախոսի վարքը, մոտեցումը, ձևը Ռուսաստանում շատ հետաքրքիր փորձ է արված, թե ուսանողները որ դասախոսին են հարգում եւ ընդունում։ Եվ պարզվեց ոչ թե այն դասախոսները, որոնք լավ դասախոսություն են կարդում, այլ այն դասախոսները, որոնք մարդկային հարաբերության մեջ են մտնում ուսանողների հետ։ Լսեցեք ինչ հետաքրքիր փաստ է։ Այսինքն դա հոգեբանական կապի մասին է խոսում։ Ինքը կրթությունը եւ դաստիարակությունը ամբողջական է։ Բաժանված չի, մենք վերցե բաժանել ենք։ Նույնը իմիջիալոտ մի քիչ ավելի սուր ձևով է դրսևորում դպրոցում։ Դպրոցում գիտելիքներ են տալիս եւ պահանջում են շատ կոնսերվատիվ ձևով այդ գիտելիքները կրկնվել։ Հիմա այնքան արագ է զարգացում գիտությունը, որ այն բաները, որը անցնում են, մի տարի հետո կարող է հնացած լինել։ Իսկ մենք հին ձևով տալիս ենք եւ այլն, որովհետեւ ինքը ուսուցիչը իր վրա չի ազդում, ուսուցիչն էլ իր վարչատրությամբ, իր սոցիալական նշանակությամբ կորցրել է դիրքերը բավականին լուրջ։ Շատ հաճախ նաև մասնագետից է կախված, մասնագետ չունենք։ Իհարկե, իհարկե։ Մանկապարտեզից է սկսվում հոգեբանական դաստիարակությունը, թե ավելի ուշ դպրոցից։ Ավելի շուտ։ Ավելի շուտ, ընտանիքներից։ Ուրեմն ավելի շուտ դեռ չտնված։ Տեսեք, ես դες կարող է նորություն չասեմ, բայց բարձվում է շատ քիչ մարդիկ գիտեն դրա մասին։ Երբ է ձևավորվում նյարդային համակարգը, որը հիմքն է հղիության երկրորդ ամսվա վերջին։
Եվ դա է պատճառը, որ աբորտը թույլատրվում է միայն այդ ժամանակ։ Դրանից հետո եթե պրոբլեմ կա, ուրիշ բան, եթե պրոբլեմ չկա, դա ինքը սպանություն է նշանակում։ Տեսեք, ինչ կարևոր բան է։ Լսողությունը երբ է ձևավորվում։ Հղիության 5-րդ ամսվա վերջին։ 5-րդ ամսվա վերջից երեխան սկսում է լսել։ Այն մամաները, որոնք հղիության 5-րդ ամսից հետո երաժշտություն են լսում շատ։ Լավ երաժշտություն։ Երեխան այնպես ինչպես իր լավն է։ Մեկի համար սա է լավ, մյուսի համար լավ, բայց իր համար լավն է։ Իրեն հուզականությունը տեղափոխվում է, բացի դրանից կան հետազոտություններ հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական, որոնք ցույց են տալիս, որ երեխաները, որոնք լսում են չծնված երաժշտությունը, ծնվում են վառ երաժշտական ընդունակություններով։ Նաև այն երեխաների հետ, որը չծնված խոսքեր են լսում, խոսքերը չեն հասկանում, բայց հուզական կապն է այստեղ կարևոր, ավելի շուտ են սկսում խոսել եւ ավելի լավ մտածում են։ Ուզում եմ ասել, այդ դաստիարակությունը տեղից է սկսած, բայց տեսեք, ծնողի դաստիարակության համակարգ չկա։ Ես ասացի էլեմենտար բաներ, որոնք գիտության մեջ կան, իսկ ավելի շատ գիտությունը պատասխաններ ունի, որոնք հանրությունը չգիտեն եւ ոչ բոլոր մասնագետները գիտեն։ Մեր ազգը շատ հետաքրքրասեր է, տեղին եւ անտեղին։ Եվ ընդունված է, որ եթե հայ է, ամեն ինչից պետք է տեղակ լինի։ Եվ ոչ միայն տեղակ լինի, արդեն մասնագետ լինի։ Մենք բոլորս գիտնական ենք, բոլորս էլեկտրիկ ենք, բոլորս։ Եվ դրանից գալիս է շատ կարևոր բացասական երևույթ, որը կոչվում է դիլետանտիզմ։ Այդ դիլետանտիզմը բերում է նրան, որ ես ամեն ինչից պետք է տեղակ լինեմ եւ կարծիք ունենամ։ Շատ հաճախ այդ կարծիքը հիմարություն է իրանից ներկայացնում, բայց պետք է ունենամ, որտեղ այդպեսին է։ Հասկանում եք, այդ դիլետանտիզմի դեմ շատ լուրջ պետք է պայքար ունենալ, այստեղ էլ պայքարը առաջերտին դա մասսայականացնել միանգամից անհնարին է, որտեղ դա պետք է փոխել դաստիարակության համակարգը, կրթության համակարգը, դա ժամանակ է պահանջում։ Մարդ ամեն մեկը պետք է մտածի դրա մասին առաջերտին։ Հիմա առաջիկայում ընտրություններ են։ Ինչ անել, որպեսզի հանրությունը քիչ ենթարկվի հոգեբանական ճնշումների։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալիս, որտեղ քաղաքական կյանքում այնքան գործոններ կան, որոնք կարող են լինել հակա նորմալ հոգեբանական երևույթ որպես, որտեղ հակասությունը շատ է։ Դե պատկերացեք, այդ ժամանակ մեծ քանակով ես ինֆորմացիայի մասին պատահական չխոսեցի։ Հակասական ինֆորմացիան մարդը դեզորիենտացիա է լինում։ Եվ այդ դեզորիենտացիան ամենածանր բանն է, գիտեք ինչ համար։ Մարդը չի կարող հարմարվել։ Այդ հարմարումը սկսում է ապրումներով լինել, անհանգստություններով լինել, առաջերտին հոգեբանական, որը կարող է նաև առողջության վրա ազդել։ Ուզում եմ ասել, այստեղ այդ հարցը շատ բարդ է։ Ուզում եմ մի բան մենակ առաջարկել, մի հատ նայեք ձեր խղճին համապատասխան եք գործում, թե ոչ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Ռուբեն Աղուզումցյանի հետ։ Ցտեսություն։